Գյումրու թիվ 21 դպրոցում տեղակայված քննական կենտրոնում վաղ առավոտից ընթանում էին հայոց պատմության քննությունները։ Քննական կենտրոնի ղեկավար Արմեն Հակոբյանի խոսքերով դրանք մեկնարկել են գործող կանոնակարգի համաձայն։ Հարցաշարերը բացվել են տեղում ծնողների ներկայությամբ և մի քանի դիմորդների ներկայությամբ, ամեն լսարանում համապատասխան դիմորդի ներկայությամբ։ Նախապես հայտագրված 99 դիմորդից քննությանը մասնակցել են 92-ը, 7 բացակայի առկայությունը քննական կենտրոնի ղեկավարը նորմալ է համարում։ Վերջին քննությունների միշտ բացականները մի քիչ շատ են լինում, բայց այս տարի ոնց որ թե այդքան էլ չէ։ Դեպք է լինում, որ մի բացակա է լինում, դեպք է լինում 10 բացակայի, թե ինձ թվում է նորմալ է այս առումով։ Բացականեր կային նաև թիվ 10 դպրոցում տեղակայված քննական կենտրոնում, որտեղ ընթանում էին հայոց պատմություն և քիմիա առարկաների քննությունները։ Այստեղ ընդհանուր առմամբ մասնակցում էր 197 դիմորդ։ Երկու առարկայի քիմիա և պատմություն, քիմիա առարկայից 125 դիմորդ են ներկայացված Գյումրու 10 դպրոցում, պատմությունից 72, ընդհանուր 11 բացակա է, 5-ը հայոց պատմությունից, 6-ը քիմիայից։ Հարգելի պատճառով բացակայող դիմորդները կարող են մասնակցել նաև միասնական քննությունների լրացուցիչ փուլին, իսկ մինչ այդ քննության ընթացակարգի չեն դժգոհում դիմորդները։ Քննական կենտրոնների ղեկավարներն էլ վերջիններիս կողմից չեն արձանագրում ծածկագրերից օգտվելու որևէ տարբերակներ։ Քննության սկզբից բոլոր դիմորդներին պահանջում է, որ հեռախոսները անջատեն և դնեն համապատասխան հատկացված տեղում, մինչև այս պահը որևէ մեկի մոտ չներկայացված հեռախոս կամ հեռախոսից օգտվելու դեպք կամ որևէ այլ ծածկագրից օգտվելու դեպք առայժմ մինչև այս պահը չի արձանագրվել։ Դժգոհությունները շարունակվում են հնչել միայն հարցաշարերի վերաբերյալ։ Դրանցում առկա թողումները շտկման կարիք ունեն, ասում են ծնողները։ Քննադատություններ եղան, բայց էլի չփոխեցին, էլի խառնեցին իրար։ Ինձ թվում է շտեմարանները պետք է վերացնեն։ Անտա դժգոհում է շտեմարաններից, սխալներից, թե բոլորն գիտեն նախարարից բռնած, բոլորն գիտեն հարկավոր ուշադրություն դարձնել դրան, ոչ թե աչքաթողանել, այս փողոքները դիլսվի ու հաջորդ շտեմարանները կազմելիս հեղինակները նախարարի գլխավորությամբ թող աշխատեն դրանց վրա։ Կրկնուսույցների մոտ պարապած դիմորդներն ու նրանց ծնողներն ավելի քան վստահ են բարձր միավորներ ստանալու առումով։ Այդ դեմ վկայում քննություններից մոտ 1 ժամ հետո դուրս եկող դիմորդները։ Եթե նյութը գիտես, քեզ համար հեշտ է, եթե չգիտես, ուրեմն դժվար է։ Բայց նորմալ թեստ էր, շատ բարդ թեստ չէր։ Հարցերը բարդ են։
բայց գիտելիքի չափով գրել եմ նորմալ։ Բալ կոնկրետ չեմ կարող ասել, որտեղ չհաշվեցի թե կոնկրետ որոնք եմ 100%-ով ճիշտ գրել, այս անգամ շուտ դուրս եկա, երևի երկրորդը դուրս եկա, դրա համար չհաշվեցի կոնկրետ։ Ստացած միավորների հետ չհամաձայնող դիմորդները կարող են բողոք հարկել գնահատականները հրապարակելուց հետո 24 ժամվա ընթացքում, իսկ պաշտոնապես դրանք հայտնի կդառնան քննությունների 5-րդ օրը։ Ալլա Բաղդասարյան, Արթուր Մարգարյան, Ազդարար։